Աշխարհի տարբեր հակամարտություններ սկսվում ու ավարտվում են, բայց ռուս-ուկրաինական պատերազմը նույն թեժությամբ շարունակվում է։ Ռուսական հոպը անցած գիշեր 5 ուկրաինական անօդաչու է խոցել Կուրսկի, Ռոստովի, Ղրիմի ուղղությամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական փորձագետ Անդրեյ Մորաչկոյի տեղեկությամբ վերջին օրերին ռուսական բանակի ստորաբաժանումները նոր դիրքեր են ամրապնդել Կոնդրաշովկայի անտառներում, գրավելով մոտ 3 հեկտար տարածք Խարկովի մարզում։ Միաժամանակ ըստ փորձագետի Ուկրաինայի զինված ուժերը թույլատրել են Կրասնոարմեյսկ քաղաքի մոտակայքում գտնվող պաշտպանությունը, ստորաբաժանումները տեղափոխելով Սումիի ուղղությամբ։ Այս կադրերում երևում է ինչպես են Ռուբիկոն անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան Սումիի մարզում։ Այս մեկում Գերան 2 անօդաչու թռչող սարքը ոչնչացնում է Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետը։ Կիևը վստահեցնում է, որ ուկրաինացի զինվորականները զգալի կորուստներ են հասցնում ռուսական բանակին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Կուրսկի ուղղությամբ ռուսների հետ 19 մարտական բախում են ունեցել ուկրաինացի զինվորականները։ Ըստ ուկրաինական կողմի, վերջին 24 ժամում թշնամին 16 հարձակում է իրականացրել Սլոբոժանսկի, Վոլչանսկի, Մելովիի, Կամենկայի և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ։ Ռուսները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործելով 43 անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել Բելգորոդի 8 շրջաններին։ Իդեպ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը, որը Բայդենի վարչակազմն էր խոստացել Զելենսկիին։ Ըստ Պենտագոնի, ամերիկյան պահեստները զգալիորեն նվազել են։ Ամերիկյան զինված ուժերի հզորությունը կասկածից վեր է, հարցրեք Իրանին, սակայն Ամերիկայի շահերն առաջնահերթ են, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։ Լիլիթ Գասպարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։